9 հոկտեմբեր կրիշով էստան եկեղեցի։ Իա։ Ման պիտի վարեմ ես 7 վերկում, իմ մամայիս ու պապայիս տեղից եմ հոգի հանգիստ ճամպեր։ Ճամպա տվեք։ Ճամպա տվեք, էստան մոմ վարեմ, հետս եկեք մոմ վարեմ էստան։ Ճամպա տվեք։ Քաղաքացին ասացին այս կողմից կարող է։ Պես ասացին, չէ՞ ձեզ։ Նախ այս կողմից ինչի 7 վերկի մուտք ընդեղից է, թեգուզ այս կողմից։ Ճամպա տվեք։ Ինչ չեն թողնի։ Ինքը շատ կուզե թողեր տա, ինչպես։ Երբևէ նման բան եղել էր Գյումրի։ Բացառվում է, 37 թվին նույնիսկ Գյումրիի 7 վերքը գործել է։ Հիմա ստացվում է, որ Ես ասում եմ, իմ գերդաստանը սրել է ինչպես իրենց թողնում, բա ինչպես են իրենց Ես թողնում։ էստեղ եմ մգրդվել։ Դուք ով եք, Ես որ ուզում եմ թողնեք կամ այսօր իրան, պսակը իրան մնա թող։ Մեզի թող բերեմ այս շրջանին ու մեր քաղաքապետին, թող թողնի այս քաղաքահակից։ Այս քաղաքը երբեք ընչի կամ, ճամպատվեք էստան վարեմ։ Նշեմ, որ ՔՊԱԿ-ը փորձում է քաղաքացու, նշեմ, որ ՔՊԱԿ-ը փորձում է Ես ստեղ կվարեմ նոն։ Հիմի ինչ է, չեմ հասկանում, էլի եմ կրգնում։ Շատ է ուզում այսօր վեհապարի Սրբազանյանն չլսե։ Ավետարանչականներին մենք լավ տեղ ենք տվել, լավ էլ շենք են սարքել։ Դոր պատվալը միշտ պատարակ կենեն, ոչ վեհապարը աննկուդան, ոչ Սրբազանյանը։ Թող էստանդեղ։ Ինչ է եղել։ Կամ չի թողնի, ես պիտի մտնիմ հմի բարը։ Դուք մեհադը մնձի մի թողեք, որ ես մտնիմ։ Ես հմի հետս եկեք, ես պիտի մոմ վարեմ ստեղ։ Դուք եկել եք պրովոկացիա անել։ Դուք ով եք, մի հատ ներկայացեք նոր քաղաքացու հետ խոսք։ Մի գոռացեք իմ վրա։ Ձեզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ։ Ես ԿՊԱԿ-ն եմ ապրում։ Բայց դուք ինչ իրավունքով եք մյուս քաղաքացու։ Դուք ինչ իրավունքով եք մյուս քաղաքացու մուտքը փորձում խոչընդոտել։ Ինչ իրավունք Անող քաղաքացու, այո, հորդորել Դուք հիմա պրովոկացիա դուք եք անում։ Հիմա պրովոկացիա դուք եք անում։ Դուք հեռացեք։ Ես եմ որոշում, որ հեռացեք։ Ես եմ որոշում, որ ես որոշում եմ, որ քաղաքացուն սադրող անձին պիտի անպայման նկարել եւ իրավապահների ուշադրությունը սևեռում եմ այս քաղաքացու վրա, ով խոչընդոտում է լրագրողների աշխատանքին։ Կարելի է իսկ դրան մոմը վարել։ Դուք էլ մի րոպե ինքն ասել են, որպես Այս տղան որոշել է, որ կարող է գնահատական տալ քաղաքացուն եւ լրագրողներին, այս տղան։ Ես դες գիտեք շատ եմ խնդրում։ Մի րոպե։ Այստեղից նաև հեռացավ, այս պայն հեռացավ իր հետ միասին էր։ Նշեմ, որ մեզանից, մեր մոտից հեռացրեցին այն քաղաքացուն, որը մեր աշխատանքը փորձում էր խոչընդոտել։ Այս տիկնոջն էլ փորձում են վայրից հեռացնել, նշեմ նա փորձում էր ընդամենը եկեղեցի մտնել։ Եկեք, այո, եկեք։ Ես ստեղ եմ մգրդվել, խնդրում եմ։ Չէ, հեռացրեք ասում եք։ Ես պիտի մտնեմ մոմ վարը հեռացա։ Մոմ վարեմ դուրս կամ, խնդրում եմ։ Հայլեք մեր Չէ, ոստիկանները։ դուք ասում եք հեռացրեք։ Տիկին ջան, դուք ուզում եք որ խոսակցություն անեք։ Շնորհակալ եմ, շատ։ Խնդրում եմ, մոմ վարեմ գնամ, շատ եմ խնդրում, սկզբում։ Ես դες բան ասեմ, այն քաղաքացու հետ կարող տանենք մոմը վարել, բայց իրարից պիտի հեռու մնանք։ Այդ քաղաքացու ես ընդհանրապես գործ չունեմ։ Դե ես հիմա եմ ասում, չէ, գիտեմ, ուղղակի պետք է հեռավի, իրարից հեռու մնանք։ Չէ, քաղաքացին գործ է, ես լրագրող եմ, պատահական մարդ չեմ։ Շարի։ Նշեմ, որ այս անձը եւս քաղաքացիական պայմանագրից է, ընտրությունների օրը ձեզ քաղաքացիական պայմանագրի շտաբում եմ տեսել,
Մյուսներն էլ են, չէ՞, մյուսներն էլ են, չէ՞, Գյումրու բնակիչ, մյուսներն էլ են, չէ՞, Գյումրու բնակիչ։ Անցեք, ես ձեզ չեմ խանգարում, ոստիկաններին ասեք, անցեք գար։ Ժողովրդի շատ իրանք է։ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ քաղաքացիական պայմանագրի անդամները այստեղ բավականին լարված են պահում իրավիճակը, նախ դիմում են, փորձում են նաև խոչընդոտել այն քաղաքացիների մուտքը, որոնք փորձում են ներս մտնել եւ բացի դրանից խոչընդոտում են լրագրողների աշխատանքին, միջամտում են այս պահին եւս Մոմչկար, սիրիներս, մոմավաճառները եւս որոշել են անհավատներին մոմչը վաճառել։ Հիմա ես կգնամ այնտեղ, ինչպես։ Մեկ անգամ ասեք ինչ կատարվեց ձեզ Մոմչկար, բայց այնտեղ իհարկե կանգնած էր որոշակի մասը։ Ես ով լրագրող չէ։ Ներողություն մի Մոմավաճառները եւս հավանաբար ամենափրկիչում են, որտեղ նրանք էլ են քրիստոնյա։ Հիմա ես գնում եմ այնտեղ մոմ վառել։ Եվ գնամ գերեզմանից։ Որտեղ մասնակցել է ավետարանը։ Այո, ավետարանչական եկեղեցի գոյություն ունի այգու մեջ, շատ լավ շենք են սարքել եւ այնտեղ նկուղում աղոթատեղի կա, որտեղ ոչ վեհապարի, ոչ սրբազանյանը չեն տալիս։ Կարող են այնտեղ իրանք գնալ պատարակի, եթե ուզում են Իսկ չեք մասնակցի պատարակի, որին Այստեղ օրինակ Փաշինյանն է գալիս։ բացառվում է, որովհետև ես այստեղ կնքվել եմ եւ ես եկեղեցին մեզ համար ամենան, այստեղ ոչ վեհապարի խնդիրն է, ոչ սրբազանի խնդիրն է, այստեղ մարդկանց խնդիր չի, այստեղ եկեղեցին փլուզելու խնդիր է։ Իսկ եթե ավետարանչականներն եկան կամ չգիտեմ, այն ինչ են ասում, խոսքի եկեղեցի են ասում, ինչ են ասում, բնականաբար Սփյուռքում ամբողջ եկեղեցիները փակվելու են մեր։ Եվ մենք կործանվելու ենք, Սփյուռքը վերանալու է։ Լիքը բաներ կան։ Դու գնա Պրինց ու լոբիկես։ Դուք էլ մի խոսացեք։ Գիտեմ, Լոբու համար առաջ իրար գծեզեիք։ Մոռացել եք թեպոտ հատրուդելու։ Ուզում եք դուք էլ ձեր խոսքը ասել կներեք։ Եթե ասելիք ունեք, բոլորի խոսքի ժամանակ մի խանգարեք։ Եթե ասելիք ունեք, խնդրեմ։ Ձեզի ոչ մի ասելի։ Պարզ է ձեր վերաբերմունքը քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ ինչից է գալիս։ Հետաքրքիր է, որ լրագրողներին նկատում են քաղաքացիական պայմանագրի անդամների հետ այստեղ եկած քաղաքացիները, բայց ահա ուժայինների այն էլ